Նվարդ Բաղարյանը արդեն 33 տարի դասավանդում է Ավետարանոցի դպրոցում։ Արդեն 33 տարի իր աշակերտների առջև բացում է հայոց լեզվի անհատակ գանձատուփը եւ կյանքի գաղտնիքներն ու փիլիսոփայությունն ուսուցանում գրական աշխարհի մեծերի, գրողների եւ նրանց ստեղծած կերպարների միջոցով։ Ինչքան երեխաների դասավանդել եմ, միշտ էլ համոզվել եմ, որ վատ երեխա ընդհանրապես չկա։ Երեխաներին ինչքան տալիս ես, այնքան վերցնում է։ Եղիշե Չարենցին նվիրված այս դասը ուսուցչուհու կենսագրության մեջ հերթականն էր։ Բանաստեղծի ստեղծագործական ճանապարհն ու անցած կյանքը անցյալն ու ներկան իրար կապելու լավագույն միջոց են։ Չարենցը դարձավ մեր քնարերգության այն ոսկե օղակը, որ պիտի շահկապեր նոր դժվարին ժամանակները նրա հին անցյալի փշրտված շղթաներին։ Այս դասը, սակայն ուսուցչուհու եւ դասարանի համար այլ խորհուրդ ուներ։ Ուսուցչական սեղանի մոտ իրենց համադասարանցին է Մարոն, նրան հանձնելով դասի ղեկը, ուսուցչուհին խոստովանում է, ուզում է, որ շնորհաշատ աշակերտուհին ընտրի մանկավարժի ճանապարհը։ Ուսուցչուհին ու աշակերտուհին իրար լրացնելով դարաշրջանի պատմությունն են բացահայտում, մարդու ինքնանվիրումի գաղափարը մեկնաբանում։ 45 րոպեներն արագընթաց են, սեր, արհավիրք, դեպի կախաղան տանող քայլեր եւ հավատ ինքնազոհությամբ գնված պայծառ ապագայի հանդեպ։ Այսպիսին էր մեծ բանաստեղծի կյանքը։ Դասն ավարտվում է, ուսուցչուհին գոհ է եւ դասարանին, ամառային արձակուրդներին Երևան, Չարենցի տուն թանգարան այցելելու խոստում է տալիս։ Դասը երկակի զգացումներով է ավարտում սիրելի աշակերտուհին Մարոն։ Աղջնակը իրավաբան դառնալու մասին է երազում։ Մեծ հաճույքով ենք նստում Գեր Բաղարյանի բոլոր դասերին, մենք բոլոր դասերին էլ ամեն մի դասի նոր տեղեկություններ ենք ստանում մեր մեծերի մասին, մեր դասերը անցնում են շատ հետաքրքիր եւ մեր ուսուցչուհու շնորհիվ մենք սիրում ենք մեր գրականության դասերը։ Ցանկանում եմ դառնալ իրավաբան կամ հետագայում արդեն դատավոր, բայց ուսուցչի մասնագիտության մասին դեռ չեմ մտածել։ Շնորհաշատ աշակերտուհուն ուսուցչուհին հասկանում է։ Հիմա զգում եմ, որ քիչ են այն աշակերտները, ովքեր ուսուցչի այդ գեղեցիկ մասնագիտություն են ընտրում։ Դրա համար ես նպատակ ունեի նաև գուցե շարժեմ, նաև Մարոյի մասնագիտական այդ կողմնորոշումը ուղղություն տամ։ Ու չգիտեմ ինչքանով կհաջողի։ Հիմա ժամանակներն այլ են։ Երեխաներին գրավում են ավելի ժամանակակից թվացող մասնագիտությունները։ Ուսուցչուհին հիշում է, տարիներ առաջ ինքը այլընտրանքի մասին չէր էլ մտածում։ Իմ հայրն էլ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ է եղել, որ եղբայրս էլ դարի լավագույն ուսուցիչ է։ Ու մեր ընտանիքում միշտ պոեզիայի երեկոներ է կազմակերպվում։ Եվ մենք սպունգի պես ծծում էինք այն ամեն ինչ մեր միջավայրում մեր ընտանիքում կար։ Դրա համար ես դպրոցական տարիներից եմ ընտրել այս մասնագիտությունը եւ երբեք չեմ ափսոսում, որ ընտրել եմ այդ մասնագիտությունը եւ համոզված եմ, որ ուսուցչի աշխատանքը դա կոչում է, նվիրվածություն է, սիրով եմ կատարել այդ աշխատանքը տարիներ շարունակ։ Պարտական եմ իմ աշակերտներին, որ սեր են ներշնչել իմ մոտ, իսկ ես էլ նվիրվել եմ նրանց ամբողջովին։ Տարիների ընթացքում բազում հաջողություններ է ունեցել Նվարդ Բաղարյանը։ Պատվոգրերի, գովասանագրերի թղթապանակը մեծանում է տարեց տարի։ Ասկերանի շրջանի լավագույն ուսուցիչը ճանաչվել 2001-2002 ուսումնական տարում։ Այս ուսումնականում էլ հանրապետական մրցանակի հավակնորդների շարքում է։ Ամենամեծ մրցանակը, սակայն, իր աշակերտների ձեռքբերումներն է համարում, ինչ բնագավառում էլ որ լինեն։ Լուսինա Ավանեսյան, Հովիկ Առաքելյան, օր։